Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պայն ես զրուցում Հայ-Հեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի հետ, շնորհակալ եմ պարոն Վարդանյան մեր հավերն ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանը եւ ադրբեջանական կողմը հայտարարեցին երկկողմերը, որ այսպես կոչված այդ խաղաղության համաձայնագրի 17 կետերի համաձայնությունն ավարտվել է եւ մնում է ստորագրումը, Չնայած նրան, որ այդ կետերը հիմնականում գրվել են Ադրբեջանի թելադրանքով ու պահանջով, Ադրբեջանը հիմա նոր պահանջներ է առաջ քաշում իր իսկ թելադրանքով գրված փաստաթուղթը ստորագրելու համար։ Ինչու է ձեր գնահատմամբ Ադրբեջանը գնում այս քայլին։ Իշխանություններն ասում են, այդ տեսեք, որ Ադրբեջանը չի ստորագրում, դա նշանակում է, որ փաստաթուղթը ի օգուտ Հայաստանի է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանը այն ինչ որ բանակցում էր ու բանակցում է Ադրբեջանի հետ, ինչ փաստաթուղթ ու ինչ տեսքով որ վերվել հրամցնում է մեր հասարակությանը, դա ուղղակիորեն Ադրբեջանի շահերն է սպասարկում եւ ադրբեջանական հերթական պահանջների իրականացման կոնտեքստում կարելի է դիտարկել։ Բայց տեսեք, Ադրբեջանը միայն այդ փաստաթղթի ստորագրմամբ չի, որ սահմանափակվում է, Ադրբեջանը այլ պահանջներ եւս ունի, սահմանադրության փոփոխություն Հայաստանի ունի եւս մեկ այլ պահանջ, իբր թե այսպես կոչված ճակերտավոր արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցում մի քանի 100,000-ի հասնող ու նմանատիպ պահանջներ։ Ադրբեջանի պահանջները շարունակական են լինելու, Ադրբեջանի պահանջները չեն ավարտվելու, քանի դեռ մեր պետությունը, մեր պետական ապարատը դրա դեմ չունի դիմադրողականություն եւ հլու հնազանդ կերպով շարունակում է կատարել։ Ինչու չի ստորագրում Ադրբեջանը այդ պայմանագիրը։ Նախ դա համաձայնագիր է, պայմանագիր չի, պայմանագիրն ու համաձայնագիրը տարբեր բաներ են։ Այդ համաձայնագիրը կարող է այսօր ստորագրել, վաղը հրաժարվել այդ համաձայնագրի պայմանները իրականացնելուց, պայմանագրի տեսք ստանալու համար դա լրիվ այլ ընթացակարգ է իրենից ենթադրում։ Տեսեք ինչ է տեղի ունենում, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ավարտին, այսպես կոչված ու հերթական ընտրություններին մնացել է 1 տարի, ու աշխարհում տեղի ունեցող այս արագ զարգացող աշխարհակաղակական պրոցեսները, Ամերիկայում Թրամփի ընտրությունը, Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունների այս դինամիկան, որ տեղի ունենում, բնականաբար դա ստիպում է Ադրբեջանին շտապել գոնե եթե չի հասցնում այդ պայմանագիրը վավերացնել ու ունենալ այն պայմանագիրը, ինչ որ բխում է Ադրբեջանի շահերից, գոնե հնարավորություն ստեղծել Նիկոլ Փաշինյանին եւս մեկ անգամ վերարտադրվելու, ժամանակ շահելու, այդ ժամանակի ընթացքում իր գնացած բոլոր պահանջները Նիկոլ Փաշինյանի միջոցով փաթաթելու հայ ժողովրդի վզին։ Էս է տեղի ունենում։ Ինչու են դժգոհում այդ դեպքում իշխանությունները, չգիտեմ, պատերազմի վտանգ կա, Ադրբեջանը զորքեր է կուտակում։ Ձեր գնահատմամբ այդ պատերազմի մասին անդադ խոսակցությունները ավելի շատ հայ ժողովրդին վախեցնելու քարոզչական փորձեր են, թե այնուամենայնիվ կամ եթե ժողովուրդը չվախեցավ այդ պատերազմի սպառնալիքից, արդյոք կարելի է չբացառել, որ Ադրբեջանը նաև կգնա կոնկրետ թեկուզ կարճաժամկետ ռազմական գործողություններ, որպեսզի իր մտադրությունների լրջությունը ցույց տա պատերազմ վարելու։ Տեսեք, ռազմական գործողություններ, ինչ որ լոկալ էսկալացիա տեղային չի բացառվում, չեն բացառում եւ կարծում եմ Ադրբեջանն ու Հայաստանի այսօրվա իշխանությունները նման հարցերում բավականին սինխրոն են իրար հետ գործում։ Դրա վառ օրինակը 23 թվականի Արցախի
հայաթափումներ, Արցախում տեղ ունեցած գործողություններն է, որից հետո Ադրբեջանի նախագահ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանը ոչ մի կերպ չմիջամտեց, որևէ գործողություն չիրականացրեց։ Հիմա վաղն էլ չգիտեմ Հայաստանի որ տարածքի նկատմամբ ինչ տեսակի գործողություն կարող է իրականացնել ռազմական ագրեսիայի ձևով Ադրբեջանը ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանին եւս մեկ շնորհակալագիր կամ շնորհակալություն կհայտնարարվի, թե չէ դրա փաստացի վառ օրինակը ունենք, չենք բացառում եւ եւս նմանատիպ իրավիճակի առաջ կանգնել, որովհետեւ նրանք սինխրոն են գործում։ Այսօր ես մեկ անգամ ասել եմ, եւս մեկ անգամ չեմ վարանի կրկնել, որ եթե նույնիսկ Ադրբեջանին հնարավորություն տրվել ինչ որ մի ադրբեջանցի Հայաստանում նշանակել կառավարիչ, որպեսզի իր շահերը սպասարկի, չեմ կարծում, որ նման հաջողությամբ կարող է իրականացնել Ադրբեջանի ծրագրերն ու պլանները, ինչպես որ դա իրականացնում է այսօրվա իշխանությունը իր ղեկավարով։ Տեսեք, այդ փաստաթղթի համաձայնեցման մասին երբ հայտարարություն եղավ, էլի հրապարակային ակտիվացան մեղադրանքները ընդդիմության հասցեին ու հատկապես եւ գլխավորապես խորհրդարանական ընդդիմադիրների հասցեին, ինչ կարող է անել ընդդիմությունը եւ չի անում։ Տեսեք, մեղադրանքների մեջ տարբեր մակարդակներ կան, տարբեր մեղադրանքներ կան, այդ մեղադրանքները ասված է նայած թե ովքեր են մեղադրողները եւ ինչի համար են մեղադրում։ Հավաքական իմաստով ընդհանուր առմամբ մենք բոլորս ենք մեղավոր, որ մենք այս իրավիճակի առաջ ենք ու այս տևական ժամանակ չեն կարողանում ելքը լուծումը գտնել այս իրավիճակից դուրս գալու։ Չկա մի հայ մարդ, սրտացավ մարդ սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ ու ազգային արժանապատվություն ունեցող, որ ինքն իր մեջ գոնե մի նշույլ մեղքի նշույլ զգացողություն չունենա, որովհետև սա անընդունելի, անտանելի վիճակ է, որի դեմ անընդհատ փորձում ենք ինչ-որ ձև պայքարել։ Իսկ ձեր ասած մեղադրանքները նորից եմ ասում, թե ովքեր են մեղադրում, երբ որ ավելի մասնավորեցնեք ու ինչի մասին, ոնց փորձեմ Ամեն դեպքում մեղադրանքը կա, չեմ ուզում մասնավորեցնել, ուղղակի մեղադրանքը կա, ասում են փողոց դուրս չեն գալիս, չնայած անցյալ տարի հնարավոր բոլոր ուժերը փողոցում էին, բայց փաստորեն չստացվեց ավարտել այնպես ինչպես պլանավորվում էր։ Եվ հիմա նաև հնչում են մեղադրանքներ, որ չպետք է սպասել հերթական ընտրությունների, պետք է գնալ գործողությունների, ինչքանում են արդարացված այս խոսակցությունները։ Իսկ ով է սպասում հերթական ընտրությունների։ Մենք 21 թվականից հետո առնվազն ունեցել ենք դիմադրության շարժում, դրանից հետո 23 թվականի գործողությունների ժամանակ փրկության կոմիտե, ունեցել ենք սրբազան շարժում, դրանցից բացի եւս բազմաթիվ տարբեր տեսակի փողոցային գործողություններ են եղել այս իշխանությունների դեմ ուղղված։ Մենք այսինքն երբեք չենք սպասել հերթական ընտրությունների, հիմա էլ չենք սպասում ու չգիտեմ, այդ նմանատիպ մեղադրանքները կամ խոսակցությունները հիմնազուրկ են։ Հիմա իշխանությունները նաև մամուլն է դրա մասին գրում, որ իշխանությունները փորձում են ռևերս անել ռուս-հայկական հարաբերություններում, այն առումով, որ մինչև այս պահին հակառուսականություն էին քարոզում, հիմա քան որ Տրամպը եկել է իշխանության, Ռուսաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում, ես չգիտեմ կարգավորվի թե ոչ, բայց ամեն դեպքում որ դրական դինամիկա կա, իշխանությունները փորձում են ռուսների նկատմամբ ավելի ջերմ վերաբերմունք դրսևորել։ Նիկոլ Փաշինյանը, որը անցյալ տարի հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին չգնալ իր քարոզիչներով ներկայացնում էր որպես ինքնիշխանության բացառիկ դրսևորման քայլ, հիմա ինքն է զանգահարում Պուտինին եւ ըստ էության արժանանում հրավերի, կամ ուզում արժանանալ հրավերի եւ ասում է որ մայիսի 9-ին գնալու է Մոսկվա։ Ինչով կարող է սա ավարտվել, արդյոք ձեր գնահատմամբ Ռուսաստանում պատրաստ են հավատալ Փաշինյանի այս դիրքորոշմանը։ Տեսեք, ես այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը
անում է քաղաքական դաշտում ինչպիսի վարկակից է դրսևորում տարբեր աշխարհակական կենտրոնների հետ հարաբերություններում, դրա դրսևորումներին մենք այս 7 տարիների ընթացքում անդադ տեսել ենք ինչպիսի շրջափուլներ է ունեցել։ Կներեք, իսկ թե Ռուսաստանում կամ մեկ այլ վայրում Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը, ազնվությանը կամ չգիտեմ իր հետ գործընկերային հարաբերություններին ինչքանով կհավատան, թե չեն հավատա։ Մեծ հաշվով մենք չենք հավատացողը կամ մենք չենք նրանց փոխարեն, որ այս բանին միանշանակ գնահատականներ տա։ Առնվազն ես խնդիրների լուծումը ու խնդիրները փորձում եմ գտնել մեր մոտ, մեր երկրում, մեր ժողովրդի մեջ։ Արդյոք մեր ժողովուրդը հավատում է, շարունակում է հավատալ Նիկոլ Փաշինյանի ազնվության անկեղծությանը, շարունակելու է հավատալ։ Այն ինչ որ բերեց մեր գլխին, մեր պետության գլխին, մեր ժողովրդի գլխին այս արավիրքները բավական են, թե դեռ բավական չեն, որ մենք հասկանանք, որ վաղ թե ուշ մի օր պետք է ինչ-որ կերպ դրանից ձերբազատվել, որպեսզի կարողանանք մեզ վայել արժանապատիվ պետություն ու պետականություն ստեղծել։ Պարոն Վարդանյան, սա այսպես բնական է, չէ՞, Նիկոլ Փաշինյանը պես ունի ռուսասիրություն, չգիտեմ, ամերիկասիրություն, ինքը այդ քայլերին գնում է իշխանության պահպանման տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը ավշակունի թրքասիրություն։ Դա էլ ինձ թվում է էլի աթոռի պահպանման տեսանկյունից։ Դե հիմնական Հիմա այս առումով ընդդիմության համար կարծում կարևոր է աշխարհակահաղական կենտրոնները կաջակցեն, չեն աջակցի Նիկոլ Փաշինյանը կօգնեն պահպանել աթոռը, թե չեն օգնի, որովհետև գիտեք, Հայաստանի քաղաքական դաշտում իմ կարծիքով, գուցե սխալվում եմ, մի այսպիսի մոլորություն կա, կարծում են, թե հնարավոր է միայն ժողովրդով բերել փոփոխություններ։ Ինչու եմ ասում մոլորություն, որովհետև տեսեք, Հայաստանում իշխանության փոփոխություն նշանակում է տարածաշրջանում կարևորագույն այս կենտրոնում հնարավոր քաղաքական արտաքին քաղաքական մոտեցումների փոփոխություն, հնարավոր է պատերազմներ, ինչպես 20 թվականին եղավ, հնարավոր է ռեգիոնալ իրավիճակի լարում կամ թուլացում։ Դրա համար չի կարող այստեղ որևէ փոփոխություն չհետաքրքրել դրսին եւ չի կարող դուրսը չփորձել ազդել այդ փոփոխությունների վրա։ Տեսեք, ուրեմն բնականաբար աշխարհակահաղական զարգացումները նաև իրենց ազդեցություն են ունենում ու ունենալու ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական կյանքի ու իրողությունների վրա։ Դրանից մենք չենք կարող զերծ մնալ, բայց ամեն դեպքում առնվազն ես այն գործիչներից չեմ, որ ամիսը 1 կամ մի քանի ամիսը 1 բարբերականությամբ, չգիտեմ, մի օր վստահեցնում են, որ Ռուսաստանը այսօր կամ վաղը Նիկոլ Փաշինյանին հեսա հեռացնելու է կամ չգիտեմ, արևմուտքն է հեռացնելու, որովհետև իրանց գցել է։ Նիկոլ Փաշինյանին հեռացնողը մենք պետք է լինենք։ Եթե հայ ժողովուրդը չի ուզում Նիկոլ Փաշինյանին հեռացնի հավաքական իմաստով, ես որ ասում եմ ժողովուրդ չհասկանա, որ ամբողջը ժողովրդի վրա է։ Ժողովուրդ ասելով նաև ներքաղաքական դաշտը, ընդդիմադիր ուժեր, ինչու՞ չէ նաև իշխանական ուժի մեջ գործող որոշ շրջանակներ չեն պատրաստվում այս իրավիճակից դուրս գալ, ես այնպիսի սին հույսեր չունեմ եւ չգիտեմ մեծ ողջավորվածություն չունեմ, որ պատկերացնեմ, չգիտեմ, ինչ որ մեկը ինչու՞ չէ նաև Ռուսաստանը, որ պետք է գա մեր փոխարեն մեր հարցերը այստեղ լուծի։ Չէ, հարցը գիտեք ինչումն է, տեսեք, պարոն Վարդանյան, մենք իհարկե ընդունում եմ ձեր ասածը, որ մեղադրանք չկա ժողովրդին ուղղված, բայց մենք լավ ենք հասկանում, որ ժողովրդի տարբեր շերտեր, խմբեր, հա, հարթություններ գտնվում են տարբեր տեղեկատվական, քարոզչական խմբերի ազդեցության ներքո։ Հիմա եթե գտնվում են Հայաստանակենտրոն ուժերի տեղեկատվական ազդեցության ներքո, ապա այդ հասարակության այդ հատվածը բնականաբար իշա Հայաստանի է գործելու։ Եթե գործում են թուրքական, արևմտյան, չգիտեմ, ռուսական, այլ ազդեցությունների ներքո, ապա բնականաբար այդ ազդեցության կենտրոնները, տեղեկատվական, քարոզչական կենտրոնները հասարակության այդ հատվածին դրթելու են անել գործողություններ, որը բխում է իրենց փող տվողների շահերից։ Հիմա մենք տեսնում ենք իշխանությունները եւ իշխանությունների մերձակա խմբերը պրոթուրքական գծի տակ են պահում հասարակության լայն զանգվածների։ Հասարակությունը կարող է մոլորվել եւ մոլորված է այդ առումով։ Այստեղ է որ կարևոր է, որտեվ
Չկա արևմուտք եւ Ռուսաստան այդ աշխարհակահաղական կենտրոնների միջև ընտրություն։ Դա հստակ ու ակնհայտ է։ Այս տարածաշրջանում կա Ռուսաստան, կա արևմուտքի շահերը սպասարկող Թուրքիա, կա Ռուսաստան-Թուրքիա ընտրություն։ Հիմա մենք, մեր հասարակությունը, քաղաքական ուժերը եւս պետք է հասկանան ու դիրքավորվեն այդ կոնտեքստում եւ բնականաբար այդ կոնտեքստում դիրքավորված են։ Եթե ընդդիմադիր դաշտի հիմնական ուժերը ավելի շատ Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի միջոցով տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը եւ մնացած խնդիրների կարգավորումը այդ կոնտեքստում են դիտարկում, ապա իշխանության ու պրոիշխանական ուժերը քողարկելով արևմտյան, ամերիկյան, ֆրանսիական ու մնացած այլ երկրների անունների տակ քողարկվելով դիրքավորվում են պրոթուրքական գծի մեջ։ Թուրքիայի շահերը սպասարկման այդ գծի մեջ իրականությունը էս է, բայց եւ նորից եմ ասում Ռուսաստանի հետ կամ Ռուսաստանի միջոցով այս տարածաշրջանում խաղաղություն եւ ներդաշնակություն ապահովելու ձգտումները եւս չպետք է ընկալվեն, որ չգիտեմ տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, գուբերնիստներ, չգիտեմ մնացած եւ այլ բաներ։ Ուղղակի ակնհայտ է կա տարածաշրջան, որտեղ կան փոքր դերակատարում ունեցող պետություններ եւ տարածաշրջանում կան ազդեցիկ երկու աշխարհակահաղական կենտրոններ ներկայացնող պետություններ, որոնցից երկուսի միջև պետք է ընտրություն կատարես, թե որ կողմն ես։ Պարոն Վարդանյան, հիմա հասկանալի է, որ ինչպես դուք ասացիք, դուք այսպես չեք սպասում 26 թվականին, բոլոր գործողությունների կիզակետում եք եղել, դուք նաև կալանավորվեցիք վերջին շարժման, գործողությունների հետևանքով իշխանությունների կողմից ապօրինի ինչ-որ կարված գործով։ Բայց մի բան ակնհայտ է, քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած պարագայում, երբ կա հերթական տեսանելի ընտրություն եւ դրան մնացել է մոտ 1 տարի, դա համարվում է նախընտրական շրջան։ Սովորաբար քաղաքական ուժերը անկախ բոլոր հնարավոր մյուս սցենարներից նաեւ նախապատրաստվում են ընտրությունների։ Հիմա ես լսեցի պարոն Սաղաթելյանի վերջին հարցազրույցներից մեկը, որտեղ ինքը ասաց, որ շատ ժամանակ կա, հարց է հետեւյալներ, արդյոք որոշում կա Ռոբերտ Քոչարյանի հետ գնալու կամ ինչ տեսքով գնալու ընտրություններին։ Ես այդտեղ իհարկե պարոն Սաղաթելյան համաձայն չեմ, որ շատ ժամանակ է, ամեն դեպքում սա նախընտրական տարի է։ Հիմա այնուամենայնիվ պարզ է, եթե հրապարակային կուսակցություն դիրքորոշում չի արտահայտել, դժվար դուք այսպես շատ բաց այստեղ ասեք, բայց ընտրություններին մասնակցելու սցենարը քննարկվում է կուսակցությունում։ Տեսեք, մենք միջև 26 թիվը մեր պետության առաջ տեսնում ենք այնպիսի ծանր մարտահրավերներ, որ անհասկանալի եւ շատ մշուշոտ է մենք հասնենք այդ 26 թվականի ընտրություններին, թե չէ։ Մենք մեր հասարակությանը ժողովրդին պետք է տրամադրենք հերթական կապիտուլյացիան, հերթական փորձանքը, որ պետքա բերենք փաթաթեն մեր ժողովրդի վզին, դրա դեմ դիմագրավելու։ Եթե այդ կոնտեքստում, նույնիսկ այդ փորձանքը փաթաթելու կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների կամ հերթական ընտրությունների, մենք այդ սցենարին եւս պատրաստվում ենք եւ պատրաստ ենք։ Մենք պատրաստ ենք թե փողոց դուրս գալու, թե փողոց դուրս եկող որևէ ընդդիմադիր ուժի ում հետ մեր հայացքներն ու մոտեցումները կհամընկնեն ինչ որ ընդդիմադիր ձևաչափի աջակցելու ու մեր վճռական մասնակցություն ունենալու այդ ձևաչափում եւ պատրաստ ենք թե հերթական, թե արտահերթ ընտրությունների։ Էս է ամբողջը։ Հիմա թե երկար է մնացել, կարճ է մնացել, մենք տեսել ենք մի քանի օրում մի ամբողջ պետություն են հայաթափել, մենք տեսել ենք ոնց են մի քանի ժամում գնում պայմանավորում ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում, րոպեների, վայրկյանների, ժամերի ընթացքում ինչպիսի շրջադարձային իրողությունների առաջ են բերել մեր ժողովրդին ու պետությանը կանգնեցրել, իսկ մի տարի ժամանակը բավականին երկար է, էլի, եթե մարդիկ նպատակ ունեն մեզ նոր փորձությունների, փորձանքների միջով անցկացնելու դա ակնհայտ է, չսպասել դրանց կամ դրանց դեմ դիմագրավելու ինչ որ սցենարներ չպլանավորել, չմշակել։
Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Ես նույնպես Վարդանյան։ Ես շեշտում զրուցում էի Գերասիմ Վարդանյանի հետ, Հայ-Աղաբաղական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, ցտեսություն կհանդիպենք։